ձեր ուժը նաև մասնակցում է փառաքարում ընտրություններին հաղթանակ դաշինքը, նախ ինչպես կգնահատեք ձեր թեկնածուի շանսերը եւ ընդհանրապես մթնոլորտը ինչու Ես ասեմ, շատ բարձր, դու գիտեք, որ Վալուզա Գրիգորյանը դեռ երկար ժամանակ տարբեր ընտրություններին մոտ համարը 50% միշտ հավաքել է, ուղղակի ինչ որ տարբեր խարդավանքների եւ այդ ոնց որ եղավ Վանաձորում, ոնց որ եղավ Ալավերդիում, ոնց որ եղավ մնացած բոլոր տեղերը։ Գիտեք, ուղղակի չանցավ։ Եվ ես կարծում եմ, որ արդեն այսօրվա քաղաքական թիմը, այդ իշխանության թիմը լրիվ սպառել է իր, ասենք, ել չեմ ասում, եթե Եվրոպա, Ամերիկա բան այդ ճակերտավոր արժեքները դեռ այդ ժողովրդավարության բաստիոնները դեռ գործում են, բնականաբար կարձագանքեն այս անգամ որ Վալուզան ինքը սիրված եւ շատ ճանաչված մարդ է այդ բոլոր խոշորացված համայնքներում, բոլոր գյուղերում եւ մենք երկու օրից մենք էլ ենք արդեն միանալու նաեւ մենք պատրաստ ենք նաեւ որոշակի առաջարկություններ անել թե տարածքային զարգացման առումով սկսած հասարակական տարածքներից թե ընդհանուր վերաիմաստավորող տարբեր բաներ, այսինքն բոլոր գյուղերը պետք է ունենան իրենց հասարակական տարածքները, իրենց նորացված մշակութային օջախները, ռեալ եւ ամենակարևորը իրանք փառաքար մեզ հետաքրքրանչով, որովհետեւ Գիտեք, քանի որ ես որպես նաև քաղաքային պլանավոր պատասխան եմ, եթե ասված մի արասե, բայց եթե այդ օրը գայց մենք տեսնում ենք ինչքան լարված աշխարհը, Երևանը մի օր Հայաստանը մտնի պատերազմի մեջ, Երևանը մենք կարողանալ ենք նաև առաջնային պաշտպանել մոտակա, ասենք ոնց որ մոտակա քաղաքներով, գյուղերով ես չեմ պատրաստում որևէ մեկին պատերազմին, բայց մենք պետքա պատրաստենք։ Ես շատ ուրախ կլինեմ, որ Վալուզա Գրիգորյանի նման թասիբով եւ սրտացավ եւ համայնքի համար սրտացավ մարդը ղեկավարի փառաքար խոշորացված համայնք Եվ մեծ հույսեր ունենք եւ նաեւ ես հաջողություն եմ ցանկանում բոլոր մեր ընդդիմադիր տեխնացուներին Գյումրիում, որտեվ Գյումրին եւ փառաքար ընտրությունները շատ բեկումնային են լինելու, կարծում եմ Հայաստանի համար եւ Հայաստանի ապագայի մոտ ապագայի համար։